Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը։ Միջոցառմանը ներկա էին Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ-նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, օրենսդիր, գործադիր, դատական, իրավապահ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, անկախ և ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական մշակութային առողջապահական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, ընդհանուր առմամբ ավելի քան 7000 մարդ։ Հատկապես մտահոգիչ է աշակերտների մասնակցությունն այս քաղաքական միջոցառմանը։ Արդյոք աշակերտներն էլ են պետական մարմինների ներկայացուցիչ, նկատենք, որ անչափահասին քաղաքականության մեջ ներքաշելը թույլատրելի չէ։ Քաղաքականությամբ կարող են զբաղվել 18 տարեկան լրացած քաղաքացիները, սակայն այս արգելքը հավանաբար չի կաշկանդում ՔՊ-ին դահլիճն ամեն գնով լցնելու հարցում։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, ով նշեց, որ սա բացահայտ բռնություն է երեխաների կամքի վրա։ Դա բացահայտ բռնություն է երեխաների կամքի վրա եւ երեխաների իրավունքների ակնհայտ խախտում։ Հասկանում եք, այդպիսի միջոցառումները, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն, առավել եւս էլի, որը նախատեսված է օրինակ պետական ծառայողների համար, անթույլատրելի է, որպեսզի երեխաները գնան եւ մասնակցեն։ Դա նույն բանն է, ինչ որ շահագործեն երեխաներին, ինչ որ, չգիտեմ, աշխատեցնեն, նման բաներ, էլի, լրիվ նույն հարթության մեջ է այս իրավիճակը։ Ուղղակի այդ երեխաների իրավունքները խախտվել են, բռնացել են նրանց կամքի վրա։ Չի կարելի թույլ տալ նման բան։ Այս չի նշանակում, թե մենակ երեխաների, որովհետև ես ինքս տեղյակ եմ մյուս, այսպես ասած, պետական ծառայողներին, համայնքային ծառայողների եւս բռնի կերպով տարել են այդ միջոցառմանը մասնակցելու։ Ավտոբուսներ են տրամադրել, ներկաբացակա են արել եւ բոլորին որպեսզի տանեն այդ դահլիճը լցնեն։ Այդքանից հետո էլ իհարկե ամբողջությամբ չի եղել, բայց սա ուղղակի անթույլատրելի է եւ սա խոսում է Հայաստանում ոչ թե ժողովրդավարության, այլ բռնատիրական ռեժիմի հաստատման մասին։ Այսպիսով այս համաժողովի ակնհայտ նպատակը վարչապետի 1 ժամանոց ելույթը լսելն էր։ Համաժողովն ըստ էության նախընտրական դահլիճային հանրահավաք էր, որին մասնակցում էին հարկադրաբար, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր նախընտրական հավաքին մասնակցող մարդկանց ներգրավել է հարկադրաբար։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։